հաջորդել հիմումի հանձնում կառավարության աշխատակազմի խոսքը միասնության թևի նախաձեռնության մասին է, որը բարձրաձայնում, որի ղեկավարը բարձրաձայնում Ադրբեջանի կողմից նոր դիրքային բարելավումների հայտնի իշխան տարածքներ փոխելու մասով քարտեզներով ներկայացվել նախին որքանով է ցամաքային հայտարարությունների ինչ է տեղի ունեցել, անպարական երբ որ դուք հայտարարում եք, որ օգոստոսից հետո խաղաղություն է հաստատված, ինչ ներխուժումներ են տեղի ունեցել, ինչ դիրքային բարելավումներ եւ զուգահեռ նաեւ բարբերաբար այստեղ անհետ կորածների ծրոներ են իրականացնում բողոքի ակցիաներ, այդ թվում նաեւ Արցախում զենիթ պայթյունից թուժածների, անհետ կորածների հարազատները նրանք անձամբ պահանջում են ձեզ հետ հանդիպում, նախատեսվում եք իրականացնել այդ հանդիպումը նրանց հետ։ Առաջի հարցի հետ կապված Պաշտպանության նախարարությունը շատ մանրամասն պարզաբանում տվել է։ Հիմա լրացուցիչ ինչ կա պարզաբանելու։ Հենց կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ դե յուրե նշանակություն ունեցող, ինչ ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հիմա գիտեք, ձեր հարցի մեջ մի հատ այսպեսի շեշտել կա, ոչ միայն ձեր հարցի մեջ, ասում եք խաղաղությունը, շատ լավ խաղաղություն չի կարող, պատերազմ կա, ես տեղյակ չեմ։ Կամ բան կա, ինչ որտեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, կարող է զոհեր կամ վիրավորներ կա, ինչ չեք ասում, ուղղակի խնայում եք ինձ։ Այսինքն որ ասում եք խաղաղություն, բա ինչ ասեմ։ Այսինքն որտե՞ղ է պատերազմը, որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում եւ այլն, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն, որտեղ կա, դուք լուսաբանեք գոնե, իմանանք այդ որտեղ կա այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն ասում եք խաղաղությունը, ասում եք խաղաղություն։ Չէ, խաղաղ ձևով գալիս են եւ ամրանում են նոր առաջնորդությունը։ Լսեք, մենք ձեզ կարծեմ Պաշտպանության նախարարն էլ հրավիրել, որպեսզի դուք գնաք եւ տեսնեք, թե մենք մեր տարածքում ինչպիսի ինժեներական աշխատանքներ ենք անում, ինչ միջոցներ ենք ձեռնարկում։ Հրավիրել ենք նաեւ սպառազինություն տեխնիկա դիտելու։ Այսինքն մենք երկրները իրենց ինքնիշխան տարածքներում կարող են ինչ-որ միջոցներ ձեռնարկել, ինչու՞մ է խնդիրը, հենց ամբողջ խնդիրը դրանում է, որ կա հստակ սահմանագիծ եւ գիտենք որտեղ է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը եւ որտեղ չի Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի պետական մարմինների լիազորությունից դուրս։ Մենք իհարկե զուգահեռ ասել ենք, որ նաեւ կան տարածքների հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք կլուծվում են սահմանազատման գործընթացում։ Ձեր նշած դեպքը իմ նշած դեպքեր կապ չունի։ Պաշտպանության նախարարությունը շատ հստակ բարձրաբանում է տվել, որևէ լրացուցիչ բան ասելու բան չկա ուղղակի։ Երկրորդ հարցը։ Տեսեք, ես անհետ կորածների հարազատների հետ տասնյակ անգամներով եմ հանդիպել, տասնյակ անգամներով, տարբեր խմբերի հետ։ Եվ իմ փորձը ցույց է տալիս, պետք է հասկանանք այդ հանդիպման արդյունքում ինչ խնդիր ենք լուծում, ինչ խնդիր ենք ուզում լուծել։ Մենք կան մարմիններ, եթե ես տեսնեմ, որ այդ մարմինների հետ շփումները անհրաժեշտ են դարձնում, որ ես էլ հանդիպեմ, ես էլ կհանդիպեմ, ես երբեք որևէ հանդիպումից չեմ խուսափում։ Ես եմ դուրս գալիս փողոցներ մարդկանց հետ հանդիպելու համար, ես ոչ մի հանդիպումից չեմ խուսափում։ Ուղղակի հանդիպման նպատակը, արդյունավետությունը, օրակարգը պետք է հաստատվի։ Հաջորդ հարցը Շանթ 32 Տիգրան Վարվարշապետ խոսեցի խաղաղության մասին, երեք թե դուք, թե Ադրբեջանի նախագահը տարբեր հարթակներից այս թեմայի մասին խոսեցիք ստեյության հաստատելով, որ հարաբերական հանդոր է, չկան գրավություններ, վիրավորներ, կա առևտուր, նաև դուք հայտնեցիք, որ արտահանում իրականացվի դեպի Ադրբեջան, արդյոք հասունացել է պահը եւ մինչեւ զրույցներ հնարավոր համարում եք հաստատուտի վերջնական ստորագրումը, հատկապես փորձագիտական շրջանում ԱՊԻ-ն է նշվում այդ ժամանակահատվածը, այս մասով կա փոխընդրում եւ սա ասած ԱՊՈՒ-ի փոխկապակցվածը տարածաշրջանային հաղորդակցությունների կամ դիտիկեցնության։ Տեսեք, դուք ասացիք, որ ես եւ Ադրբեջանի նախագահը խոսել ենք հարաբերական կայունության մասին, մենք չենք խոսել հարաբերական, ես ինչքան ծանոթ եմ, ես չեմ խոսել հարաբերական կայունության մասին։ Ինչքան ծանոթ եմ, Ադրբեջանի նախագահն էլ չի խոսել հարաբերական կայունության մասին։
ես խոսել եմ խաղաղության մասին, ինչքան տեղյակ եմ Ադրբեջանի նախագահն էլ է խոսել խաղաղության մասին։ Այսինքն հասկանում եք, տեսեք, հարաբերական կայունությունը ուրիշ բան է, խաղաղությունը ուրիշ բան է։ Մենք խոսում ենք խաղաղության մասին։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այդ ուղղությամբ լուր, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք արվում է, բայց ես ասեմ, ես կասկ չունեմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի։ Հիմա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Բայց շատ կարևոր է արձանագրել եւ թերևս առաջին անգամ է, կամ առաջին անգամ եթե չէ, հիմա արդեն ավելի հստակ է այդ համընկնումը Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չլինելու եւ նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ Մենք հիմա խոսում ենք խաղաղությունը ամրապնդելու եւ խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին։ Եվ այս առումով ավար կարևոր են ներքաղաքական process-ները թե Հայաստանում, թե Ադրբեջանում կարևոր, որովհետև Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում էլ կան, ճիշտն ասած Ադրբեջանի ներքաղաքական կյանքին շատ մանրամասներով ծանոթ չեմ, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությամբ եւ պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պետքա տեր կանգնենք հաստատված խաղաղությանը եւ այն դարձնենք անշրջելի։ Եվ երեք ես Եվրոպական խորհրդարանի ամբիոնից առիթ ունեցա դրա մասին խոսելու։ Եվ փոխհատուցման մասը տալով։ Դե գիտեք, դրանք գործոններ են, որոնք ավել կամ պակաս ազդում են մեկը մյուսի վրա, բայց այնուամենայնիվ դրանք տարբեր օրակարգեր են։ Հաղորդակցությունների հետ կապված մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ եւ առաջ ենք գնալու։ Երեք էլ Եվրոպական խորհրդարանից ամբիոնից ես ասացի, որ մենք տենց ընկալում, որովհետեւ կա։ Ես զգում եմ, որ նաև Ադրբեջանում, Թուրքիայում տենց ընկալում կա, որ Հայաստանը կարող է փորձի ձգձգի, ինչի համար պետք է Հայաստանը փորձի ձգձգի։ Մենք ընդհակառակը ուզում ենք րոպե առաջ այդ խնդիրը լուծվի, րոպե առաջ, առանց չափազանցության րոպե առաջ, որովհետև դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա եւ ապագայի մեր պատկերացրած ճարտարապետությունը իրականացնելու տեսակետից։ Եվ էլի ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք Կորնիձորից երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության կապը։ Էլի շատ կարեւոր է արձանագրել, որովհետեւ ինչ ենք մենք այս առաջարկը անում, որովհետեւ հիմա մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք։ Չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի։ Ուզում ենք, որ մենք էլ համապատասխանաբար քայլ-քայլի դիմաց մենք էլ մեր քայլը անենք, մի անգամ առաջարկել ենք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կորնիձորից երասխով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև եւ հակառակողությամբ կապը ապահովել, մանավանդ որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում ոնց որ թե հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կա։ Ընդ որում ուզում եմ ընդգծել, որ ինչու ենք այս երթուղին առաջարկում, որովհետև ուրիշ երթուղի չկա, ուրիշ երթուղը որ պատրաստ ճանապարհ լինի, չկա։ Այսինքն դա այսօր հնարավոր է օգտագործել։ Երասխի հատվածում մի փոքր վերանորոգման անհրաժեշտություն կա, բայց նույնիսկ առանց վերանորոգման այսօր էլ մեքենա կարող է գալ անցնել։ Ընդ որում, եթե հարմար դիտվի, նաև բանով Իջևան Ղազախ հատվածով էլ կարող ենք ապահովել, այսինքն այնտեղ էլ մի կտոր կա, որ տեսականորեն կարող են մեքենաներ անցնել։ Էլի եմ ասում, շատ կարևոր է, ինչ ենք առաջարկում։ Առաջարկում ենք նախ խաղաղությունը ամրապնդելու տրամաբանությամբ, եւ այսօր մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք։ Այնպես չլինի, որ մենք տենց օգտվում ենք Ադրբեջանի երկաթուղուց եւ մտածում ենք, որ իրանք մեր ճանապարհներից պետքա չօգտվեն։ Ոչ, չենք մտածում ենք, որ պետքա օգտվեն։
Հաջորդ հարցը Արմատ մեդիա Ամանյան։ Պարոն Փաշինյան, եվրոպական խորհրդարանում խոսելով խաղաղության մասին, դուք նորից ակնարկեցիք, որ